Ադրբեջանական հակերների օրինակ հարձակումների արդյունքում Հայաստանի քաղաքացիական անձնական տվյալները հայտնվել են Dark Web-ում։ Մենք մինչև այսօր չունենք պատասխան, թե որտեղից են այդ տվյալները արտահոսել, որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։ Նման օրինակ դեպքերը Հայաստանում կիբերանվտանգության ստանդարտների բացակայության, անձնական տվյալների հանդեպ անփույթ վերաբերմունքի ու կիբերհանցագործությունների աճի արդյունք են։ Միայն այս տարվա 8 ամիսներին ոստիկանությունն արձանագրել է 1106 կիբերհանցագործության դեպք, այդ թիվը տարեկան աճել է միջինը 15-ից 20%-ով։ Կիբերհանցագործությունների թողած տնտեսական ազդեցության վերաբերյալ Հայաստանում հստակ տվյալ չկա, սակայն դրանց աճի հետևանքով բացասական ազդեցությունը կրում են բոլոր երկրները։ Կան հետազոտություններ, ըստ որոնց 2024 թվականին կիբերհանցագործությունների ազդեցությունը համաշխարհային հնայի վրա թվային արտահայտմամբ 9.5 տրիլիոն դոլարի կարող է հասնել։ Իսկ 2025 թվականի կանխատեսումներով այդ թիվը կարող է հասնել մինչև 10.5 տրիլիոն ԱՄՆ դոլարի։ Համեմատության համար նշեմ, որ 2013 թվականի այդ հետազոտությունների համաձայն այդ թիվը չգերազանցում 400 միլիարդ։ Այս տխուր պատկերը փորձում է փոխել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Մշակել են կիբերանվտանգության մասին օրենքը։ Այն նոր չափանիշներ եւ կանոնակարգեր կսահմանի ինչպես պետական հաստատությունների, այնպես էլ տնտեսական կարևորություն ունեցող ոլորտների համար։ Այն ձևավորելու է անվտանգային նոր միջավայր ու համակարգ, տարածվելով պետական կառույցների ու մասնավոր ընկերությունների վրա, նաև աշխատելով հանրության գիտակցության բարձրացման վրա։ Մեզնից յուրաքանչյուրը թվային տիրույթում թողնում է հետք եւ այդ հետքերը իրենց հետ կրում են նաեւ որոշակի սպառնալիքներ։ Հայաստանը տարիներ շարունակ, այսպես ասած, դրվագային լուծումներով է առաջնորդվել եւ որոշակի համակարգերի կիբերպաշտպանության ապահովումը իրականացվել է տարբեր մարմինների կողմից, ապակենտրոնացված միասնական մոտեցում չի եղել։ Այս օրենքը նաև գալիս է ապահովելու կամ լուծելու այդ հարցը, որ պետք է կիբերանվտանգության ապահովման տեսանկյունից միասնական մոտեցումներ ցուցաբերվի, պետական համակարգերը պետք է բերվեն նույն ճարտարապետության, որպեսզի անվտանգության ապահովումը լինի միասնական ու մի կետից, որ մասնավոր ընկերությունների վրա է տարածվում օրենքը, նշված են 1 տասնյակից ավելի ոլորտներ։ Մասնավորից տարածվում է, նշեցի, փոքր եւ միջին ձեռնարկատիրության օրենքի իմաստով միջին եւ բարձր համարվող կազմակերպությունների եւ այն կազմակերպությունների, ովքեր թեև փոքր են, բայց շահագործում են կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներ։ Բանկեր, առողջապահական համակարգ, արդյունաբերության որոշակի ոլորտներ, հանրային ծառայությունների մատուցման ոլորտներ, էներգետիկայի ոլորտ, փոստի ոլորտ, տիեզերքի ոլորտ, ոլորտները, եթե չեմ սխալվում, 14-ն են, ու պետք է նշեմ, որ օրենքը օրինակ առավել խիստ պահանջներ ներկայացնում է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների նկատմամբ ընդհանուր մինչև միջազգային ստանդարտների համապատասխանություն։ Նախատեսվում է ստեղծել ինքնավար կարգավիճակ ունեցող տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որի անդամներին կընտրի ազգային ժողովը։ Կիբերմիջադեպերի կամ սպառնալիքների դեպքում ծառայություն մատուցողը պետք է դիմի հենց այս մարմնին։ Տեղեկատվական համակարգի կարգավորման մարմինը ինչպես է իրականացնում վերահսկողությունը, այսպես երկու եղանակով, մշտադիտարկման եղանակով, որը որ ըստ էության չի ենթադրում ծառայություն մատուցողի մոտ ինչ-որ ստուգման գործընթաց, այլ ընդհակառակը տեղում իրենց, այսպես ասած, աշխատասենյակների գնահատել են ծառայություն մատուցողների համակարգերը, իսկ կոնկրետ արդեն համապատասխանության գնահատում գործընթացի շրջանակներում վերահսկվելու է կախված ինցիդենտից, այսինքն եթե եղավ կիբերմիջադեպ, որի մասին օրինակ ծառայություն մատուցողը չի ծանուցել, բայց տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնին հայտնի է դարձել, որ նման կիբերմիջադեպ առկա է, այդ դեպքում արդեն մարմինը տեղեկացնում է ծառայություն մատուցողին ու արդեն սկսում են համատեղ գործողություններ։ Կիբերանվտանգության մասին օրենքը մշակվում էր արդեն 3 տարի։ CyberHub ընկերությունը ակտիվ առաջարկներ է ներկայացրել, մեծ մասը ընդունվել են։ Մասնագիտական համայնքը օրենքը հիմնականում դրական է գնահատում։ Մենք ունենալու ենք բավական կենտրոնացված մարմին, իսկ մեկտեղ կենտրոնացված մարմին ունենալը ինչ-որ առումով կարող է խնդրահարույց լինել, որտեղ այդ մի մարմնի վատ կամ լավ աշխատանքից կապված կարող է բազմաթիվ խնդիրներ ունենանք։ Առհասարակ ընդհանուր առմամբ կարելի ասել, որ ուրախացնող է եւ լավ է, որ կա այսպիսի օրենք,
լավ կլինի, որպեսզի հետագա կիրառությունը հանգեցնի կոնկրետ արդյունքների։ Արթուր Պապյանի կարծիքով փոփոխությունների ճանապարհը ցավոտ կարող է լինել, պետք է պատրաստ լինել ներդրումների ու լուրջ աշխատանքի։ Պիտի որոշակի ցավոտ ճանապարհ անցնել, ծախսեր անել անվտանգության համար, բերել մասնագետներ եւ նույն պետական սեկտորում վիճակը շատ վատ է, որտեղ պետական սեկտորում աշխատավարձերը բավականին ցածր են մեծ հաշվով եւ լավ մասնագետները նույնիսկ եթե պետական սեկտորում աշխատում են, դա դիտարկում են որպես ուղղակի աշխատանքային գրքույկում մի բան գրելու բան, մինչև այդ վերաբերմունքը չփոխվի, մեզ մոտ որևէ ոլորտում վիճակը չի լավանալու։ Կիբերանվտանգության նոր ստանդարտները կարող են ազդել բիզնես միջավայրի վրա ու դրանց հետևելը կդառնա առավելություն։ Տարբեր բիզնեսներ սկսեն գովազդել, որ այ տեսեք, մենք ձեր անձնական տվյալները նորմալ կպահենք, հա, եւ դա դարձնեն selling point, հա, վաճառքի, հա, իրենց դրական կողմերից մեկը, որտեղ էլի եմ ասում, որ հետաքրքրվեցիք ինչ-որ սոլար պանելներով, մեկ էլ է ձեր տվյալը արտահոս է, հետո բոլորը սկսեցին սոլար պանել արտադրողները սկսեցին ձեզ զանգել։ Կիբերանվտանգությունը սերտորեն կապված է անձնական տեղեկությունների հետ։ Ոլորտի բարեփոխման մեջ կարևոր դեր կկատարի նաև հանրային տեղեկությունների մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է պետական թվային ճարտարապետությունը եւ տվյալների կառավարման նոր քաղաքականությունը։ Օրենքների փաթեթի հաջորդ կարևորագույն նպատակը դա թվային միջավայրի նկատմամբ հանրության վստահության բարձրացումն է։ Ինչ է դա ենթադրում։ Ենթադրում է այն, որ հասարակությունը պետք է վստահություն ունենա Հայաստանի թվային փոխակերպման նկատմամբ եւ իրականացվող գործողությունների նկատմամբ։ Ներդրվում է տվյալների կառավարման, դասակարգման եւ կառավարման նոր համակարգ, ներդրվում է բաց տվյալների քաղաքականությունը, տվյալների մեկ անգամ կիրառության սկզբունքն է ներդնում, ինչը ենթադրում է, որ անձը պետության հետ շփվելիս կամ հանրային ծառայություններից օգտվելիս իր վերաբերյալ տվյալը ցանկացած պետական մարմնում պետք է ներկայացնի մեկ անգամ եւ մյուս ծառայություններից օգտվելու ժամանակ քաղաքացին պարտավոր չի լինելու ներկայացնելու այդ ամբողջ փաստաթղթերի տրցակը եւ մարմինները իրենց ծառայությունները մատուցելու համար պետք է փոխգործելիության հարթակներով փոխգործելիության միջոցով օգտվեն մյուս մարմինների տվյալների շտեմարաններից եւ մատուցեն հանրային ծառայությունները։ Նոր հնարավորություն է ստեղծվում վերահսկողության ու հստակ ուղենիշների համար եւ անվտանգությունը կախված է մեզանից։ Կիբերհիգիենան սկսվում է յուրաքանչյուրիցս։ Ինչպես մեր երկրի սահմանները, այնպես եւ կիբերսահմանները ամենօրյա հոգատարություն են պահանջում մեր կողմից եւ շատ կարեւոր է, որ մենք օր առաջ գանք այս գիտակցության։ Մենք խաղի նոր կանոններ ենք սահմանում ամբողջ տնտեսության համար, պետական հատվածի համար, որոնք ռիսկերի եւ ազդեցությունների գնահատման չափորոշիչներին պետք է հետայսու հետևեն, ինչպես նաեւ նոր ստանդարտներին, որոնք սահմանվում են մեր կողմից, մասնավորապես ISO 27001 ստանդարտն է սահմանվում։ Իհարկե մեր մտքում ունենալով, որ ժամանակի ընթացքում մենք ջանքեր պետք է գործադրենք մեր ազգային ստանդարտները նաև սահմանելու եւ գործածության մեջ դնելու, իհարկե հոգ տանելով, որ այս ստանդարտները մրցունակ լինեն միջազգային ստանդարտների հետ։ Օրերս ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է կիբերանվտանգության մասին եւ հարակից օրենքների փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 70 падգամավոր, դեմ 0 ձեռնպահ 5։ Օրենքի վերջնական ընդունումից հետո նոր պահանջներին ադապտացվելու համար ծառայություն մատուցողները կունենան 1.5 տարի ժամանակ։